պատուանից նայեցի արևեր, հելա դուրս փոթորիկ սկսավ, բայց այդ ինչ չի խանգարում։ Ես պետք է դրսում սուրճ խմեմ, պարագաներս արդեն ինձ հետ են, գնում ենք գտնենք իմ սուրճի ընկերոջը։ Դուք էլ հիմա արդեն սկսեք սուրճը դնել, որ միասին բոլորով խմենք։ Ավտոբուսը։ Այստեղ կարելի է կոֆե խմել, հետաքրքիր է երևում, բարև ձեզ, չգիտեմ այստեղ ինչա, բայց ես լիքը հարցեր ունեմ, ձեր վրա պետք է միկրոֆոն դնեն, չասեք չէ, չի ընդունվում բացակը, չեմ ասում չէ, կոֆե ենք խմում մի հատ իրար հետ դնենք, խմենք, սիրով, եկեք, մենք ենք դնում, չէ, ես կդնեմ, չէ, այ ումըմ ես սենց մի հատ հարց եմ ուզում տամ, դուք կողմ եք, որ երեխային փոքր տարիքում ենք ընկում, երբ ինքը չգիտակցում նույնիսկ։ ասեմ իմ փորձից, ես ինքս մեծ տարիքում եմ կնքվել, բայց էլի այդ գիտակցական մակարդակը չի եղել, որ ես ամբողջովին ընդունեմ կնունքը որպես սուրբ արարողություն, որպես գիտակցաբար ընդունում դրա։ Բա ինչի եք կնքվել։ Դե պետք էր, հարսանիքից առաջ պետք է կնքվեինք։ Այսինքն էտա։ Շատ արագի մեջ 3 օր առաջ արագ կնունքը կազմակերպեցինք, որպեսզի հարսանիք լիներ։ Դա Նեղմ ասած չհասցրեցի գիտակցորեն ու էլի մեկա որոշում չէր, ինչքան էլ գիտակից տարիքում, օրինակ ես էլ փոքր ժամանակ եմ կնքվել, բայց ես չինեմ, մերոնց էլ էի ասում, որ ես կուզեի, ես հիմա կուզեի ես կնքվեի։ Ես չինեմ, երկրորդ անգամ կարելի է օրինակ կնքվել։ Դες բան գիտեք, օրինակ երկրորդ անգամ գնալ կնքվել։ Երկրորդ անգամ, եթե արդեն չես ընդունում քո կրոնը, վերցնում ես այլ կրոն։ Մի հատ սուրճը խմենք ու իսկ կա ինչ որ հետաքրքիր դեպք հաճախորդների հետ կապված այդ էլի կնունքի թեմայով, որ sense լսել եք կողքից, նույնիսկ իրանք իրար մեջ խոսացին են, որ ասում եք, այդ ինչ են անում, կնունքի հետ ինչ կապ ունի։ Կնունքի հետ ինչ կապ ունի, նման դեպք կփորձեմ մտաբերել, բայց ունեցել ենք պատվիրատուներ, որ քավորը եղել է աթեիստ, բայց որ իրան ընտրել են որպես քավոր, ստիպված նույնիսկ կարծեմ եկեղեցում ստել էր, որ ինքը կնքված է, որ դառնար քավոր, բայց լինելով աթեիստ, նման դեպք ունեցել ենք։ Հիմա դուք եք այդ հանցագործությանը մեղսագործ եղել էլի հետները։ Դե մեզ այլ տարբերակ չէր թողնում։ Հաճանացին ինչ գործ։ Օй, բայց այդ բանը ես չէի, այսինքն կարա հա ուզենա քավոր մեկին, բայց ինքը աթեիստ լինի։ Իսկ դուք ոնց եք վերաբերվում օրինակ աթեիստներին, հետաքրքիր է։ Ես կարծում եմ, որ դա էլ գիտակցական մոտեցում է։ Մարդիկ էլ այդ մտածելակերպ ունեն իրենք։ Okay, կամա։ Իրենց կարծիքն է։ Ինձ օրինակ հետաքրքիր է այդ դեպքում կնունքը աշխատելու է, կնքվել են երեխային, իրանք էլ կնքված են, բայց սնա ավատեն ու հերո են մաքսիմում այդ ամեն ինչից։ Դա հիմա լեգալ է, մեզ փոսը։ Իմ համար դա ոնց որ լինի արդեն ֆիկտիվ, հա, այնքան որ արել են, որ ասեն արվել է։ Իհարկե մեր հայերի մոտ այդ ամեն ինչը վերածվել է, կան մարդիկ, ովքեր դա վերածել են զուտ ռեստորանային խնջույքի, երբեմն կնունքին եկեղեցում շատ մարդ է լինելու զուտ հասկանալու համար ինչեր առաջարկենք, ասլան չէ, դրանից հետո է լինելու ամբողջ արարողությունը։ Այսինքն դա մղվում է ավելի երկրորդական, հա։ Քեֆանող ազգենք էլի հոզորով չի։ Ես իրականում սիրում եմ քեֆանել, քեֆերի գնալ։ Բայց գիտակցական մակարդակը շատ ավելի փոխվել է հիմա, շատ ավելի լուրջ են մոտենում այդ ամեն ինչին։ Ծայրահեղություններ են էլի։ Հա։ Երկու տեսակ էլ կա։ Իսկ ոլորտում ձեզ հետաքրքիր է այս ոլորտում աշխատելը, մոտիվացված եք աշխատում, թե օրինակ արդեն սպառվել եք։ Չէ, շատ, այնքան մտքեր ունենք, որ նույնիսկ չենք հասցնում։ Շատ։ Սիրում ենք մեր գործը, մեր ուժեղ թիմ ունենք։ Բոլորը առանձին շատ ուժեղ են մտքերի առումով ունեն բազմաթիվ մտահղացումներ, որոնք դեռ գրի արված պահված են, սպասում ենք մի քիչ ժամանակ ունենանք իրականացնենք։ Շատ լավ, չինեմ հաճելի սուրճի ընկերեիք, շատ շնորհակալ եմ, որ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ ինձ ընդունեցիք, բայց մի հատ հարցել եմ ուզում տալ, հիմա ակտուալ է, դրա համար բոլորին ուզում եմ հարցնեմ, էլի, օրինակ ընտրություններին դուք գնալու եք։ Այո։ Ձեր ձենը կարևոր է։ Էդ է ուզում ասեի, որ բոլորի ձենը կարևոր է, որտեվ ճիշտ ասած ինչի ես հարցազրում, որտեվ գալիս էի ու տաքսի վարորդին հարցեցի, ասի գնալու եք ընտրություններին, բա ասես չէ, այ մարդ իմ տեղը արդեն որոշացա։ Ու ամենասխալ այո, ամեն մարդ ինքն է որոշում։ Էդ էր կարևոր, ուզում եմ ասեի, որ սենց կարևոր ձայները շատ կարևոր են ձեր նման բիզնեսմենների, այսինքն ունեք ձեր սեփական բիզնեսը, ձեր ձենը շատ սենց արժեքավոր է ու նաև ապագայի համար ձեր իսկ մերից բոլորից։ Համել որ հետո պահանջելու
բանն է, որ քվեարկում ես, հետո կարող ես պահանջես։ Նաև պահանջատեր են։ Այո, կարևորը է դա։ Ես դրա համար եմ անում, որ հետո 30-ով տամ։ Չէ, ճիշտը քվեարկելն է։ Ապրեք շատ։ Պարտադիր։ Այ շատ լավ է։ Գնացի հաջողություն ձեզ։ Գնանք գտնենք մեր մյուս սուրճի ընկերոջը։ Ես ծաղկի կրպակում հաստատ լավ սուրճ կխմենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Էս ինչ եք անում։ Ծաղկի փունջ եմ հավաքում առաքման համար։ Շատ լավ, այս մենք նկարում ենք, ոչինչ, չէ։ Որ վերջացնենք, կարանք մտի այդ սուրճ խմենք, մի քիչ զրուցենք։ Իհարկե, մեծիրով, ես ձեզ ճանաչեցի։ Էս ինչ լավ է, всё, օգնեմ ձեզ, ինչ ենք անում, էլ եկեք հավաք։ Շատ լավ է։ Կոֆեն քաղցր ենք խմում, դուք ոնց եք խմում։ Դառը, լացես ունում դառն։ Առանց քաղցր։ Ինչ չկա։ Վարջան, պատմեք, վերջի անգամ երբ եք ծաղիկ ստացել։ Վերջի անգամ ստացել եմ երևի թե մոտ 1 շաբաթ առաջ։ Ես ասեցի, ինչ հիշեք։ Ո՞մից։ Շաբաթ առաջ։ Տնօրենից։ Ներողություն։ Գիտես։ Շատ լավ է։ Հաճելի է ծաղիկ ստանալը ընդհանրապես։ Իհարկե, կարծում եմ բոլորի համար է հաճելի ծաղիկներ ստանալը։ Իսկ օրինակ ես մտածում եմ, որ ծաղիկ տալը այդ վնաս է, որտեղ պոկվում է, էսի չի, փչանում է, հետո թափում է։ Ճիշտ եմ մտածում, թե չէ։ Կարծում եմ, որ չէ, որովհետև ծաղիկի ինքնին հաճույք է, թե ստանալը, թե խնամելը։ Բնականաբար, ինչը կա ծնունդ, կա նաև մահ, նույնն էլ ծաղիկի կյանքում է։ Այսինքն, չնայած ինձ բացատրել են, դե հատուկ աճեցված առանձին ուրիշ տեղից ծաղիկ արել, ես դրսից են քաղել ու փչացնում են էլի բնությունը, հատուկ աճեցված ծաղիկ կա։ Դա մնա դե մի տեղ էլ ընդունում եմ այդքան մասը, էլի, չգիտեմ։ Մի րոպե, լինում է։ Շատ լավ է։ Իսկ դու սիրում ես ծաղիկներ նվիրելը։ Ծաղիկներ նվիրել։ Չէ, չեմ նվիրում, ես սենց ասեմ վերջի անգամ երևի նվիրել եմ անցած տարի։ Իմ ընկերներից մեկին մարտուկի կապակցությամբ էի նվիրել, բայց ընդհանրապես չեմ նվիրում, չգիտեմ։ Ինչի՞ց է։ Որից ստացողը հաճույք է ստանում։ Չգիտեմ, իսկ մամայից չեմ նվիրել։ Այս թերած մամայից աղբերս է նվիրում դրա համար, այսինքն տուն ծաղիկ գնում է։ Առավել եւս մամաներին պիտի միշտ ուշադրությամբ կենտրոնում մամաները լինեն։ Ինձ թվում է երևի իմ համար կարևոր չի ծաղիկը։ Դրան ենթադրաբար ես էլ չեմ նվիրում, էլի։ Կանանց համար իրանք շատ են սիրում, շատ են շոյվում։ Ծաղիկը ինքնին գեղեցկությունն է, նրբությունն է, քնքշություն, ուշադրություն։ Բրես վաճառում ես, էլի։ Չէ վաճառում։ Իսկ ոնց է ծաղիկների գները այս պահին շուկայում։ Այս պահի դրությամբ բավականին մաչելի է։ Իսկ եղել է, որ տեսնեք, որ մի հատ տղա օրինակ ծաղկեփունջ առնում ու հասկանաք, որ ինքը հենց այս բանին շատ սիրարված է, ուզում է տպավորություն թողի, օրինակ փորձեք օգնեք, էլի, ինչ տանի, ոնց տանի։ Նվիրում ենք, ուղղակի, հենց այնպես, անվճար նվիրում ենք։ Սիրարված տղեկին նվիրում եք։ Չէ, տեսեք, լինում է դեպքեր, որ մարդիկ ցանկանում են մեծ ճոխ փունջ հնարավորությունը չի բավականացնում կամ զեղչում ենք կամ ուղղակի նվիրում ենք, որպեսզի տղան հասնի իր ցանկության նպատակին։ Մի քիչ ճոխ եք ավելի սարքում։ Իհարկե, ավելի ճոխ ենք սարքում կամ հենց այնպես, եթե գումարը չի բավականացնում, ուղղակի նվիրում ենք, որ ինքն էլ նվիրի, ինքն էլ հաճույք ստանա։ Կուպիդոններ եք, էլի, այո, մենք խանութում ունենք նման ակցիաներ, նվերներ շատ ենք անում, թե զեղչերը, թե ուղղակի հենց այնպես անվճար նվիրում ենք։ Եթե մարդը ունի ցանկություն, բայց չունի հնարավորություն էլ ավելի մեծը վերցնելու, իսկ եղել է, որ տեսնեք մի հատ տղա է եկել, որ հասկանում եք, որ ինքը շանսեր չունի, այդ ծաղկեփունջը աղբամանն է գնալու հենց այդ գիշեր։ Լինում է այտենց որ կան։ Փորձում ենք համոզենք, որ չտանի, հա, ասում եմ միևնույնն է չենք չի վերցնելու, բայց անեմ։ Փորձում ենք չտանի, համոզենք, որ չտանի, բայց ամեն դեպքում իրիկունս թե աղբամանում տենում եք։ Տալիս ենք այն ինչը որ իր ցանկությունն է։ Իսկ որտեղ են ստանա ծաղկեփունջ։ Մեր հայկական մենտալիտետում չկա այդ նվերը, որ տղան ստանա, դրսում Եվրոպա կամ Ռուսաստան կան շատ կան տղամարդիկ, որ նվերներ են ստանում, բայց Հայաստանում մեզ մոտ մեր մենտալիտետի մեջ չկա կոֆեն թափեց։ Ես արդեն թափվեցիր կոֆեն թափսել։ Ոչինչ, լավ էիք խոսում, թե Կոֆե ենք խմում։ Կոֆե ենք խմում ուղակի։
Չէ, օրինակ ինձ թափված կոֆեն ամենահամուրն է։ ամենահամուրն է։ Չէ, ինձ օրինակ հետաքրքիր է, չի դե բանով է, ստերեոտիպներով է եկել որ կանանց են ծաղիկները նվիրում։ Բայց օրինակ երգիչներին նաև ծաղկեփնջեր տանլիս է։ Արվեստի բնագավառում դա ընդունելի է, իսկ առօրյայում տղամարդու ծնունդին գնաց նվեր ծաղիկ տանես, դա մի քիչ ընդունելի չի։ Ֆրտեց շատ էս լավ ա եղել, թե չէ վարչան։ Դե մի բան ասան, մեզ բարի օր։ Մեզ բարի օր։ Ձեզ լիքը վաճառ, չգիտեմ։ Ապրեք շատ։ Այ։ Մտամով։ Ես օրինակ ես հասկացեմ, որ ես կուզեի ծաղկեփունջ ստանալ։ Հենց նոր հասկացա, որ ես կուզեմ անդադ ծաղկեփունջեր ստանամ։ Ինչ լինի, տունը սիրուն էլի, առավոտ զարթնեմ, լուսաբացին, ես կոֆե խմեմ, մեկ է տենամ ծաղիկներ։ Հատով ծաղիկ, փնջովներ, որը կցանկանաս, բոլորը քոնն են, որը կցանկանաս նվիրենք։ Մեկը նվիրի ինձ կարևոր զգամ էլի, հա, ասենց։ Պատահական։ Ինձ լավ զգամ էլի, ասենց։ Երևի հայեց զգացողությունն է, այն նոր հասկացա։ Պատահականության։ Հա, որ ինչ որ սիրված մարդ է եւ այլն։ Հա, էդ է։ Այնպես հասկացած ես կանած։ Չգիտեմ, հաճիկը հասկացաք։ Հələ հաճիկը չեք հասկանա, մինչև չընդունեք նվերը։ Այ որ ընդունեցիք այդ ժամանակ կզգաք։ Հետո այդ խնամելը բան, որ չթողամի ասես ասես դառնաս։ դառնաս։ Խնամք չունի, պարզապես սիրում եմ որ ամեն օր մաքուր ջուր լինի։ Քար մաքուր ջուր։ Ընդամենը։ Իսկ ես լսել եմ տակը շաքար են լցնում։ Չէ, ինչքան մաքուր պարզ, այնքան ինք ավելի երկար ապրում։ Շաքար կամ ինչ-որ այլ ինչ-որ նյութեր ժավել կամ ինչ-որ բան են ավելացում, դրանք չէ։ Ամենաճիշտը մի փոքր, մի 2 սանտիմի չափով տակերից բարակ փոքր կտրվում է եւ մաքուր ջուր է լցվում։ Ընդամենը դա։ Իսկ ընտրություններին գնալու եք այս տարի։ Կարծում եմ, որ այո։ Իսկ դուք համարում եք, որ ձեր ձայնը որոշիչ է։ Կարծում եմ բոլորի ձայնն է որոշիչ։ Յուրաքանչյուրս Ուն դառնում եմ այդ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բոլորս պարտավոր ենք մեր ձայնը տանք։ Դա իհարկե պետք է գնաս կոֆեն թափիր այդ։ Լավ հասցրեցինք։ Ամսի 7-ին պետք է գնանք ու ընտրենք, որ հետո բողոքելու տեղ ունենանք, ես եմ ասում, որ հետո պահանջես։ Ձեն ես տվել պահանջես։ Իհարկե։ Ապրեք։ Լավն է, շատ լավ սուրճեր։ Հետ եկա նույն տեղը, որտեղից որ սկսել ենք, որովհետև հետևորդս գրեց, որ տեսել է ու կանչում է այնա։ Ու կանչում է ինձ սուրճի։ Կամ всё գալիս եմ։ Գնանք բալկոնում խմենք, ինչ ա եղել։ Բաժեզը ճիշտ ենք, կամ էս դուրն է, կամ էս դուրը, ինձ թվում է Ճիշտ է։ Ողջույն, ապրես շատ որ հրավիրեցիր սուրճի։ Եկեք։ Միկրոֆոն քեզ տնեմ։ Դրեք։ Չէ։ Ես, անունը ոնց է։ Հասնեք։ Շատ հաճելի է, Ռաֆո։ Համեցեք։ Տանք, եկեք շուրջան։ Որ ճիշտ եմ գնում։ Այո։ Օհ, Այս է մեր բալկոնը։ ջան, Լավն է, չէ։ օրը քանի բաժակ կոֆե ես տխում։ 3։ Հյուրասիրություն քեզնից, բայց կոֆեն ես պետք է դնեմ, կներես, ձևը Ես էլ տենց այդ է։ որոշել եմ ես հյուրասիրեի։ Չէ, կոֆեն ես եմ դնում, ես իմ կոֆեն բերել եմ ու հանգիստ եմ։ Բաժակներն է։ Ամեն ինչ էլ կա, ամեն ինչ։ Ես էլ արդեն առանձին բաժակների առանձնացրել։ Այդ սիրուն, հա, հյուրի բաժակը։ Այո, հյուրի բաժակները։ Չէ, ես բերել եմ հանգիստ եղի։ Հենց։ Գազել կա։ Գազել կա։ Ես էլ գազես մաքրեցի բա։ Կորցա ես։ Չէ, արխային։ Դե լասա, հա, ինչով ես զբաղվում դու։ Ես պարուսույց եմ։ Պարուսույց։ Հա։ Իա։ Սովորում եմ մանկավարժական համալսարանում, մյուս տարի ավարտում եմ։ Շատ լավ է, բայց դասավանդում ես հիմա արդեն ունես խումբ։ Հա։ Օ։ Ստուդիայում եմ աշխատում պարային։ Հա, քոնը չի, էլե քոնը չի։ Չէ, դեռ իմը չի։ Կբացես, ոչինչ։ Հենց բացեցիր կգամ քեզ գովաստանը։ Լավ, всё։ Գրես։ Արդեն ծանոթ կլինի, Այո։ всё։ Գրում ես, ես գալիս եմ քեզ գովաստում եմ, որ բիզնեսը աշխատի, հետո փողոք կկանչես ինձ արդեն։ Լավ։ Հա, նոր բիզնեսներին անվճար է։ Չէ, հիմա դες կասես լիքը կգրենք, չէ։ Քեզ ուղղակի որ դու սենց ոնց որ կանչեցի, հիմա չես հրաժարվում, նկարվում ես։ Okay. Սուրճ ես հյուրասիրում եւ այլն, մի խոսքով ես ամեն ինչից ելնելով ոնց որ օքեյ է, մի հատ անվճար կանեմ, բայց մյուսի մեջ այնքան փող կուզեմ արխային մյուսից։ Բանը, տեղը կհանենք ես Պետք է փող դնես, անվճար է։ որ փող հանես, այսինքն, այդ էլ կլինի։ Ոայ, շատ լավն է, իդեալական է։ Շատ այսպես նստես, նայես աճուձախ, բամբասվեցին ես։ Չասես չէ, չեմ հավատա։
մի հատ տենց ասացված կա է, не обсуждаем, ոնց է։ Չէ։ Չգիտեմ։ Տեսնում ենք, բայց մենք չենք բամբասում, մենք քննարկում ենք։ Այո, մենք քննարկում, այո, մենք դա միայն քննարկում։ Ըստ իս ընկերության սկիզբը, вообще հիմքը, հիմնակարներից մեկը դա բամբասելն է։ Ուրիշներին քննարկում ես, քո խնդիրները չես տեսնում։ Երջանիկ ես, ուրախ ես, չէ, դրանից լավ բան չկա բամբասելուց։ Չենք խրախուսում, բայց չենք էլ դատապարտում բամբասելը։ Հիմա չի լինում, բայց ընկերուների հետ նստեք, մի հատ քննարկեք, մի հատ մեկի ոսկորները լվա։ Չէ, լինում, հենց տենց էլ ասում ենք։ Տնեք տեղը։ Հենց տենց էլ ասում ենք, Ոսկոր լվալու։ Հա։ Ինձ թվում է դա ինչ-որ հոգեբանական թերապիայի նման մի բան է, ստրեսը թողում ես դուրս։ Իսկ լինում է, որ օրինակ այդ ուրիշի մասին խոսալով ինչ որ բան քո մեջ բացահայտես։ Բա իհարկե։ Մեկ նայում ես, հետո sense մեկ էլ ասում ես, մեծ սպասի հայլի մեջ լինի ինձ նայել։ Հա, ես օրինակ ոնց է։ Ոնց որ ես էլ եմ տենց։ Հա։ Ինչ-որ փորձում ես օրինակ հասկանաս, թե ինքը ինչի է տենց արել։ Չէ, դրա համար եմ ասում, հոգեբանական թերապիա։ Ինքը շատ լավ է։ Կարևորը բամբասես ճիշտ մարդկանց հետ, այսինքն քո ընկերների Հա, հետ։ այդ շատ կարևոր է։ Այսինքն ես չտարածես, ոչ թե բամբասանք տարածող լինես։ Այլ ձեր ընկերներով քննարկում։ Մեռնում եմ, բան եք անում, էլի արդարացնում Դուք ենք։ մեկ էլ ինձ բամբասել սովորացել եք։ Ես արդարացնում։ Բամբասել եք սովորացնում։ Պարտադիր չի դες տարածես ամբողջ քաղաքով։ Վարչական շրջանով։ Գոնե մասշտաբը պահում ես փողոցով եւ այլն, չգիտեմ։ Իսկ բանը ո՞նց է օրինակ հարևանների հետ, այդտեղ լավ հարևաններ ունես, թե այդքան շփում չկա շատ։ Հա, չէ, ես ստեղ եմ ծնվել մեծացել։ Լավ է, Հա, շենքի բոլորի ժողովրդի։ հետ լավ եմ։ Բոլորը ինձ սիրում են։ Ինչի համար են սիրում։ Դե ինձ թվում է շատ ավելի համել ընտանիքից է գալիս։ Մեր ընտանիքն էլ է շատ սիրված։ Ընդհանուր թաղում, հա, թաղամասում։ Դրանից ելնելով օգտվում ես, որ Հա, ընտանիքի հա, սիրված է, այո, դու էլ այո, արեցից օգտվում ես, դու այո, էլ ես սիրված։ Իսկ բանը փոքր ժամանակ գնացել ես խանութ հարևանի համար։ Հա, հենց այս կողքի տատի համար։ Տատի համար Հա, գնացել հա։ ես։ Խորացա ես։ Հիմա էլ է դեպք է լինում, որ օգնության կարիք է լինում, ունենում։ Ու գնում ես։ Դու քանի տարեկան ես։ 21։ 21 փոքր ես, խորացա ես։ Հա, փոքր եմ։ 30 եմ։ Լես հենց հարցնեմ որպես աղջիկ, դու կամուսնանաս քեզնից 10 տարի մեծ տղայի հետ։ Մի քիչ շատ Հենց 10 տարի մեծ է, հետաքրքիր է։ դե երևի չէ։ Իսկ ինչի։ Դե տարիքային հետաքրքրությունները տարբեր են։ Այսինքն հիմա կարող այն կյանքում լինի ավելի sense աշխուժ փուլ, օրինակ ես 20 եմ, իմ կողակիցը 30 է, չէ, այսինքն արդեն լինում։ Ինքը համարյա մահանում է, հա, արդեն։ Չէ, մահանումա չէ, ինքը sense ավելի շատ մարում է, արդեն իր մոտ ուրիշ հետաքրքրություններ են սկսում։ Կորոնը մարել է մոտս։ Մի մարածի տեսք ուներ։ Ես մոռացել եմ։ Ասում եմ մարում է մոտս։ Հասկացա քեզ, չեմ ընդունում, բայց հասկացա քեզ։ Դու քեզնից փոքրի հետ կամուսնանաս 10 տարի։ Հա։ Հա։ Բայց հենց այդ է հետաքրքրությունը պահը պետքա նույնը լինի։ Այդպես տարիքին այդ ժամանակ արդեն չեմ նայի։ Եթե տեսնեմ նույն vibe-ի մեջ ենք, նույն ալիքի տակ ենք, ինչի՞ չէ։ Իսկ դու ինչ ձև ամուսին ես քո կողքին պատկերացնում, բայց պետք է ասես թե հարուստ, թե բարի։ Բարի։ Բայց այնտեղ հարուստ կարող է նաև բարի է ինքը։ Ես պրոստը ասի հարուստ, թե բարի։ Ինչի կարա ասել համ հարուստ, համ բարի։ Չէ, բայց չգիտես դու հարուստ, այսինքն դա լոտո է, էլի, կարող է եւ բարի է դուրս գալիս։ Հարուստ է։ Հա։ Ամեն դեպքում բարին ավելի նախընտրելի է։ Նախընտրելի։ Իսկ որ բարի լինի, բայց վատ ապրենք։ Շատ բարի մարդ է, սրտաբաց, բայց վատ է ապրում։ Չէ դե։ Կթողես։ Վատ չենք ապրի։ Վատ չենք ապրի, չէ։ Մի քիչ ուզում գոնե կովրա վերցես, կասես ես կաշխատեմ, նա ոչ։ Հա, դրա համար եմ ասում, չէ։ Մտածում եմ, որ ես կաշխատեմ, դրա համար ասում եմ, չէ, տենց աղքատ չի լինի, էլի։ Աղքատ չենք լինի։ Փողը կարևորում ես, ընդհանրապես օրինակ ես շատ եմ կարևորում, իմ համար Դե, փողը բոլորիս 4 սյուն կա, ինչ որ ապրելու, մի հատը փողն է։ Նայ, կարաս դու ընդհանրապես տնից դուրս գալու ինչ որ պատճառ չունենաս։ Ընդ ուղղակի տունը լինես, բայց հենց որ հոգուց խորքում գիտես, հա, որ գիտես օրինակ քարտիդ փող կա կամ որ գիտես օրինակ, չգիտեմ, թեկուզ պորտմանիդ մեջ լավ փող կա, ասես մի տեսակ հանգիստ ես, էլի, բայց որ չի լինում, բայց դու նաև դրա կարիքն չունես, այսինքն դու պրոստը տունն ես ու տեղ չունես գնալու, իսկ փող ծախսելու տեղ չունես, բայց մեկը որ փող չես ունենում, կա պարտադիր չի ծախսելու տեղ ունենաս, որ փող չես ունենում, մեկը sense մի տեսակ ոնց որ մի բան պակաս լինի, էլի։ Հասկացա։ 3 երկիր որ կուզեիր ճամփորդեիր։ Հենց Ֆրանսիա, վաղը գնայիր։
Ֆրանսիա, Իսպանիա, Շենգեն զոնայում ես մնալու մի խոսքով էլ։ մեկ էլ Մալդիվներ, լավ։ Մալդիվներ, հա։ Դա Մալդիվներում հանգիստ գնաց։ Հա, 7 օր քնես, պրոստը։ Հա։ Ինձալական լավ էլ ասեց։ Շատ լավ է։ Իսկ դու ընտրություններին գնալու ես, դու արդեն կարաս ընտրես 21։ Հա, այս տարի առաջի անգամ պետքա գնամ ընտրել։ Գնալու ես։ Հա, երևի կգնամ, կարծում եմ։ Երևի ով չի գնա։ Ձենդ կարևոր է, դու հասկանում ես։ Պետք է գնացվի։ Կգնամ, լավ։ Գնաս, որ հետո հանգիստ էլ պահանջես։ Հա։ Ես հոգու թորքում մաքուր լինես էլ, ասես ես քվեարկել եմ ու ես ու պահանջում եմ։ Հա։ Ինչ ասեմ, Հաշ ջան, ապրես շատ որ կանչեցիր, բայց ես բալկոն էլի եմ գալու, առանց կամերաների։ Առանց կամերաների գալ եմ։ Եկեք։ Ապրես շատ Հաշ ջան, գնացինք։ Всё, գնացինք։ Դե ինչ շատ լավ էր, այսօր էլ իդեալական զրուցակիցներ էին, իսկ դուք ձեզ մոտ ունեցեք քաղցր, որովհետև հաջորդ անգամ բակ չէ, ձեր տուն ոնց որ դե տներ եմ սկսում գնալ։ Կգամ ձեր տուն։ Գնացինք։